Նախորդ տարվա կեսերին Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը հանդես էր եկել նախաձեռնությամբ, որ հենց քաղաքի կենտրոնում Աբովյան փողոցի 252 շենքի հարակից տարածքում կառուցվի ծովից ծով Հայաստանի քարտեզով հենապատ։ Սակայն Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը 2025 թվականի դեկտեմբերին մերժել է դեկորատիվ պատի կառուցման էսքիզային առաջարկը, նշելով, որ հարցը քննարկվել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում եւ մերժվել համաձայն մասնագետների դիտողությունների։ Այս հենապատի վերաբերյալ մեզ հազանգել են հենց գյումրեցիները, որոնք անհանգստացած են, որ դրա կառուցումից հետո հնարավոր է այդ տարածքից հեռացվեն իրենց համար շատ կարևոր խորհրդանիշ հանդիսացող Եղնար աղբյուրի եւ Չերազի հուշարձանները։ Խնդրի վերաբերյալ զրուցել ենք Գյումրու ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանի հետ։ Թե ինչ են որոշել նման այսպես քարտեզ տեղադրել, ինձ համար պատճառները անհասկանալի են եւ նաեւ նշեմ, որ ավականու հետ որևէ քննարկում չի եղել, միայն Գյումրու հնգամիազարգացման ծրագրում մեկ տողով նշված էր, որ պատմական քարտեզ պետք է տեղադրեն հրապարակի տարածքում, բայց մնացած մանրամասներին մենք որպես այդպիսին ծանոթ չենք, այսինքն մեզ համար առնվազն հասկանալի չէ, թե ովքեր են նախագծել այդ մշակութային կոթողը, այսպես ասած, ովքեր են ճարտարապետները, արդյոք դա համաձայնեցված է մասնագիտական խմբի հետ, կամ արդյոք այն ինչ պատրաստում են տեղադրել համահունչ է հրապարակի տեսքին կամ պատմամշակութային արգելոցում հարիր է, որպեսզի տեղադրվի կամ ոչ։ Քնարիկ Հարությունյանի խոսքով անընդունելի է նաև այն պատճառով, որ որևէ մեկը չի կարող իր ցանկությամբ որոշել հուշակոթողներն այս կամ այն տեղում հայտնվեն կամ ոչ։ Քարտեզը պատկերում է ծովից ծով Հայաստանը եւ սա թերևս իրենց հայրենասիրական, այսպես ասած, նկրտումներն են, որոնք փորձում են այդ կերպ արտահայտել, բայց վաղուց ժամանակն է, որպեսզի Հայաստանը գետնի վրա սիրեն, իրական Հայաստանի մասին հոգ տանեն եւ ասենք դրա փոխարեն կարելի է օրինակ փողոցի ձյունը մաքրել, օրինակ աղբահանությունը ժամանակին իրականացնել, կարծում եմ այդպես շատ ավելի մեծ օգուտ կտան Գյումրուն, քան ինչ որ անհասկանալի քարտեզ կամ հուշակոթող իրենց բառերով ասած տեղադրեն քաղաքի կենտրոնում։ Քնարիկ Հարությունյանը նաև տեղեկացրեց, որ ինքը տեղյակ է, որ նախարարությունը շատ մանրակրկիտ է վերաբերվում Գյումրու պատմական միջուկում ցանկացած շինարարության կամ ցանկացած կառույցի հետ կապված հարցերին։ Նրա խոսքով նույնիսկ այդ տարածքում կան տներ, որտեղ եթե բնակիչները ցանկանում են իրենց պատուհանը փոխել եւ նոր ստանդարտներին համապատասխան պատուհան կամ դուռ տեղադրել, անպայման պետք է համաձայնեցնեն նախարարության հետ։ Առանձնապես շատ զարմանալ պետք չէ, որովհետև հիմա հատկապես հիմա քաղաքի տարբեր հատվածներում ժամանակավոր տաղավարներ են հայտնվում, ամենատարբեր շինություններ, կիսակառույցներ կամ շենքերին կից ինչ-որ կառույցներ, որոնք մենք հիմա տարբեր գրություններ ենք իդեպ ուղարկում, փորձում ենք հասկանալ այդ շինությունների տերերը, այո, ովքեր են, ինչ նպատակով են դրանք տեղադրվել, մի քանիսի մասով արդեն հրապարակային հայտարարություններ ենք արել եւ այնպես չի, որ քաղաքապետարանը աչքի չի ընկել նմանատիպ գործողություններով, սա էլ հերթականներից մեկն է, այսինքն իրենք որոշում են, որ իրենք կարող են միանձնյա այդպիսի որոշում կայացնել եւ քաղաքում ինչ որ կառույց ավելացնել, քաղաքի տեսքը խեղաթյուրել, բայց պիտի հասկանան մի պարզ բան, որ մենք բոլորս մեր քաղաքի տերն ենք եւ յուրաքանչյուր գյումրեցի իրավունք ունի նմանատիպ հանրային հնչեղություն ունեցող հարցի վերաբերյալ իր կարծիքը արտահայտել։ Թեև նախարարության մերժմանը վերոնշյալ հենապատը թեև կիսավարտ վիճակում, բայց դեռ գտնվում է Գյումրու հրապարակի վերոնշյալ հատվածում։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։